Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, եւ այսօր մեր հյուրն է Երևանից, Ազատ քաղաքացի կազմակերպության ղեկավար, պարոն Հովսեփ Խուշուձյանը։ Բարև ձեզ, պարոն Խուշուձյան։ Ողջույն, Շնորհակալ ենք, որ ընդունեցիք մեր հրավերը եւ միացաք մեզ։ սիրով, սիրով։ 6 օր է արդեն մեծ պատերազմ է Մերձավոր Արևելքում, Պարսից ծոցի բոլոր երկրները ներգրավել են այդ պատերազմական գործողությունների մեջ, թե Իրանի որոշումներ դա հարված է հասցնում տարբեր երկրների։ Իրանը նույնիսկ մինչև արդեն Կիպրոս են հասել իրանական հրթիռները, երեք հարվածել են Թուրքիային, ավելի ճիշտ նաև 2 օր առաջ կար տեղեկություն, բայց Թուրքիայի իշխանությունները կարծես թե փորձեցին պահել։ Հիմա էլ այսօր տեղեկացանք, որ հարված հասցվեց Նախիջևանին, Նախիջևանի օդանավակայանին, երկու վիրավոր կա, նաև եթե չեմ սխալվում, երկրորդ անօդաչու թռչող սարքը դպրոցի մոտ է ընկել նույն Նախիջևանում։ Ադրբեջանի արտգործնախարարությունը շատ կոշտ արձագանքել է, պաշտպանության նախարարությունն է հայտարարում, որ պատասխանը անպայման կլինի Իրանի փոխարտգործնախարարը կարծես հերքում է, փորձում է հերքել եւ պաշտպանության նախարարությունն է հերքում։ Ինչ է կատարվում, պարոն Խուշուձյան, այս պատերազմը տեղափոխվում է արդեն մեր տարածաշրջան։ Այն, որ հերքում է Պաշտպանության նախարարությունը Իրանի, ցույց է տալիս, որ իրենք այդքան էլ շահագրգռված չեն իրականում Ադրբեջանի հետ էսկալացիայի հարցում, որովհետև այդտեղ կարող է շատ ավելի հետաքրքրված լինի Իսրայելը իրականում, որովհետև կա կարիք Իրանի ուշադրությունը շեղել Իսրայելից դեպի որևէ այլ երկիր, հատկապես հաշվի առնելով, որ Իրանի հարվածային կարողությունները սահմանափակ են, հատկապես հրթիռային, ավելի նպատակահարմար կլինի Իսրայելի համար, որ դրանք ուղղվեն առավելապես այլ երկրի վրա, եթե այդ հնարավորությունը լինի։ Բայց միջև այդ խնդրին անդրադառնալ եւ ընդհանրապես նաեւ քննարկելը, որքանով է Հայաստանի համար շահավետ զուտ աշխարհակաղակական շահերի տեսակետից, եթե ադրբեջանա-իրանական պատերազմ լինի, ես ուզում եմ մի քանի ուղղակի այսպես ֆոնային իրադարձություններ քննարկել։ Առաջին այն է, որ Իրանի գրեթե բոլոր հարևանները, բացի Աֆղանստանից թերևս եւ Թուրքմենիայից, Թուրքմենիան ընդհանրապես չեզոք է իրեն պահում նաև որևէ ձայն չի հանում որևէ իրադարձության հետ կապված, ցավակցել են բոլոր հարևան երկրները Իրանից, ցավակցել են Իրանի կրոնական առաջնորդի եւ երկրի ղեկավարի ըստ էության Խամենեիի մահվան կապակցությամբ եւ այսինքն բոլոր հարևան երկրներ Իրաքը, Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը, Պակիստանը եւ նաեւ ավելի հեռու գտնվող երկրներից կենտրոնական Ասիայի երկրներ, Ուզբեկստանը, Ղազախստանը, բայց նաեւ ուրեմն Ռուսաստան։ Այսինքն որևէ երկիր հարևան երկրներից Իրանի չի ուզում որևէ առիթ տալ դժգոհության Իրանի եւ իր վրա այսպես Իրանի կողմից մուռ հանելու որևէ գործողության թիրախ դառնալ, որովհետեւ Իրանը չունենալով ուղիղ սահման Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հետ չի կարողանում իր ցամաքային զորքերը օգտագործել որևէ կերպ որևէ մեկի դեմ։ Նավատորմը ոչնչացված է ըստ էության, այսօր պարզ դարձավ, որ խոշորագույն 45,000 տոննաժ ունեցող, այսինքն հետազոտությունն է, բանի արագության նաև մի դրոնակիր, որը ըստ էության աշխարհի եզակի նման նավերից էր, որը տեղափոխում է մեծ ծավալի դրոններ, բայց նաև կարող է նույնիսկ նավակներ տեղափոխել, ոչնչացվեց Ամերիկայի կողմից, Միացյալ Նահանգների ավիացիայի կողմից։ Այո, Եվ մնացած բոլոր նավերն էլ նույն ճակատագրին են արժանացել կամ առաջիկայում կարժանանան, որոնք որ դեռ մնացել են։ Նույնիսկ Շրի Լանկայի մոտակայքում մի նավ խոցեցին ամերիկացիները, իսկ այդ դրոնակիրը Պարսից ծոցում խոցեցին, Պետք է հասկանալ, որ Իրանը որևէ շանս չունի ծովում եւ օդում Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հետ հակամարտության մեջ։ Ավելին ասեմ, հակաօդային պաշտպանության ուժերը ըստ էության չեզոքացված են Իրանի եւ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների ավիացիան ուղիղ արդեն ռմբակոծում է Իրանի քաղաքները։ Եթե առաջ հեռահար հրթիռներով էին հարվածում, այսինքն օդ երկիր հրթիռներով
հարվածում էին Իրանին ավելի մեծ անվտանգ հեռավորությունից, հա, որպեսզի հակաօդային պաշտպանության Իրանի ուժերը չկարողանան խոցել այդ ինքնաթիռը, հիմա այդ խնդիրը չունեն, հենց Իրանի վրա արդեն ոչ միայն հրթիռներով, այլ ռումբերով, ուղղակի ռումբեր, ճիշտ է, ուղղորդվող ռումբեր են, բայց ռումբեր են գցում այն օբյեկտների վրա, որոնք որ պետք է ոչնչացվեն։ Միայն Իսրայելը հայտարարեց, որ արդեն 1000-ից ավել թիրախ է խոցել, միայն Իսրայելը։ Եվ մի օրում այսօր թե երեք ավելի շատ թիրախներ է խոցել, քան անցած իրանա-իսրայելական այդ հակամարտության ամբողջ մեկ շաբաթվա ընթացքում, թե 12 օրերի ընթացքում։ Այսինքն, այն ինչ որ մենք զգուշացնում ենք դեռ տարիներ առաջ, որ ցանկացած իսրայելա-իրանական հակամարտություն ավարտվելու է Իրանի պարտությամբ, ըստ էության տեղի ունենում, մանավանդ Իսրայելին միացել են այն Միացյալ Նահանգները եւ այդտեղ Իրանը որևէ շանս չունի, հա, այստեղ պետք է հասկանանք։ Եվ միակ բանը, որ ինքը կկարողանար իր ցամաքային զորքերը փորձել օգտագործել որևէ երկրի դեմ իր հարևաններից, եթե այդ երկիր առիթ տար։ Բայց որևէ երկիր առիթ չի տալիս, էլ եմ ասում, որևէ մեկը շահագրգռված չի, այսպես էշնահատակ դառնալ, հա, կոպիտ ասած, նույն տվյալ դեպքում թիրախավորվել Իրանի կողմից։ Եվ չեմ բացառում, որ դա կարող էր ինչ-որ կազմակերպված ակցիա լինել ներկայացելու համար։ Ուրեմն Իրանի Ադրբեջանի դեմ կամ Ադրբեջանի Իրանի դեմ, այսպես այդ Նախիջևանում դրոնների հարձակումը նկատի ունեմ, թեև չի կարելի բացառել նաև, որ անխոհեմ ուղղակի քայլեր են արել Իրանում ինչ-ինչ ղեկավար օղակներ, իսկ այսօր Իրանի որոշումները կայացնում են բավականին ապակենտրոնացված վիճակներում, նույնիսկ տարբեր շարքային հրամանատարներ կարող են որոշումներ կայացնել, դա նոր համակարգ է իդեպ, որը որ իրենք կիրառում են այն սպառնալիքից հետո, որ առաջի դեմքերը ղեկավարները եթե բանակի զոհվում են, ինքը բանակը անկառավարելի չմնա եւ չնստի աշխատում բանակը։ Այո, եւ չնստեն սպասեն նոր ղեկավարների հայտ գալուն եւ նրանց կողմից հրամաններին, որը կաթվածահար կանի ընդհանրապես պաշտպանությունը։ Դրա համար այդ իրավունքը տրվել է նույնիսկ որոշ դաշտային հրամանատարներ կարող են ինչ-որ որոշումներ կայացնել, իսկ այդտեղ արդեն լայն դաշտ է բացվում հետախուզության համար եւ ազդեցության գործակալների համար, կամ սադրիչների համար համոզել կամ սադրել որևէ դաշտային հրամանատարի։ Որը Իսրայելի ձեռքի գործը լինի դա։ Այո, հենց սադրել, որ ուրեմն դրոններով հարվածեն։ Իդեպ վերջերս մի բարձրաստիճան ռազմական պաշտոնյա խոսք է գնում, ինֆորմացիա կա, Իրանում ձերբակալվել են, մեկը ով արդեն երկրորդ անգամ է իսրայելական հարձակումներից հետո ողջ է մնում, չնայած լինում է մերձակայքում ղեկավարության, հա, այսպես։ Լավ, ինչ որ է, այդ ուզում եմ ասեմ, որ հիմա ուժերը այդ իմաստով բավական անհավասար են եւ մի քանի օր էլ որ շարունակվեց ռմբահարումները, ուղղակի Իրանում բոլոր ռազմական ենթակառույցները կարող են ոչնչացվել եւ էական վնաս հասցվի նաեւ իրենց ցամաքային զորքերին, բայց այստեղ իհարկե մի կարևոր հանգամանք կա։ Ասենք թե լավ, Իրանը որոշեց, որ ինչ որ ձևով ներքաշի Ադրբեջանին որևէ սադրանքի մեջ կամ այլ երկիր սադրեց եւ Ադրբեջանը ներքաշվեց Իրանի դեմ ինչ-որ քայլերի մեջ, օրինակ կոշտ հայտարարություն արեց չափից դուրս եւ Իրանը այդ առիթը օգտագործեց ինչ-որ օրինակ ռազմական գործողություն սկսելու կամ հայտարարություն էլ չէ ասելով, որ օրինակ Իսրայելին աջակցում եք, դե մենք մտնում ենք չեզոքացնենք իսրայելական բազաները։ Նույնիսկ եթե նման բազաներ հիմա գոյություն չունեն, մենք գիտենք, որ նախորդ պատերազմից առաջ Ադրբեջանը պահանջել էր Իսրայելից հանել բոլոր իրենց հետախուզական այդ բազաները, հա, Ադրբեջանի տարածքից։ Հիմա ասենք թե Ադրբեջանը ներքաշվեց եւ Իրանը հարվածեց Ադրբեջանը։ Հա, ասենք հրթիռային հարված հասցրեց, լավ են, դա զոհեր եղան, ինչ որ ենթակառույցներ վնասվեցին, նույնիսկ նավթային արդյունաբերությունը արդեն վնասվեց, չնայած ասեմ ձեզ, որ Իրանը բավականին զգուշ է նավթային վերամշակող եւ արդյունահանող արտադրություններին եւ հանքերին առավել եւս հարվածելու տեսակետից։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի ընդհանրապես ընդհանրապես ինքը հիմնականում հարվածում է Իսրայելում գտնվող այդ գազի հանքերին, որը Shell-ին են պատկանում, Chevron-ին ներողություն։ Եվ այդ գազի հանքերը հարվածելով, իդեպ այդ գազի հանքը նույնիսկ դադարել է արդյունահանումը գազի, վտանգ զգալով, նաև անվտանգային նկատառումներով։ Գիտեք, այդ վերջերս է այդ հանքը հիմնադրվել, բավականին խոշոր հանք է Իսրայելի ծովափնյա շրջանում, հենց ծովում, հա, ոչ հեռու ափից։ Դա դադարել է, բայց
մի քանի ընդամենը թիրախ կա, որ մենք կարող ենք ասել, Քաթարի գազի վերամշակման գործարանը, որը որ Սաուդյան Արաբիայում եւ Սաուդյան Արաբիայում նավթավերամշակման մի գործարան, բայց հանքերին արդեն գրեթե երկու, կարծես, արդեն երկու են։ այո, դա հիմնականում ենթակառույցներ են, որոնք որ թանկացնում են դրանց խոցումը, թանկացնում է նավթի գինը, ինչը նպատակ է Իրանի, որպեսզի թանկացնելով նավթի գինը դժգոհությունը ավելացնի համաշխարհային մակարդակով, տնտեսությունը տուժի համաշխարհային եւ ստիպեն Միացյալ Նահանգներին տարբեր երկրներ եւ միջազգային հանրություն դադարեցնել այս պատերազմը, հա, դա է նպատակը, բայց հանքերին չի հարվածում։ Եվ այդ իմաստով պետք է հասկանալ, որ ինչ որ կարմիր գծեր նույնիսկ այս պահին կան եւ չեմ կարծում նաեւ Ադրբեջանում հանքերին հարվածի, բայց նույնիսկ նաեւ եթե հանքերին հարվածի, նույնիսկ եթե մենք վերցնենք ավելի այսպես էսկալացիոն սցենար եւ իրանական զորքերը մտնեն Ադրբեջանի, դեպ ասեմ, որ Ադրբեջանի սահմանին հիմա ադրբեջանական զորքերի կուտակում կա զուտ պաշտպանական նպատակներով եւ հիշենք նաեւ, որ Միացյալ Նահանգները վերջերս այդ որոշում էր կայացրել, գիտեք նաեւ փոխնախագահի այցի ընթացքում, Դիվենսի այցի ընթացքում, ուրեմն որոշում էր կայացվել որոշ նավակներ ռազմական տրամադրել Ադրբեջանին, բարձր դա Ռուսաստանից եւ Իրանից պաշտպանվելու համար էր։ Եվ Ադրբեջանում այո մտահոգություն ունեն, որ Իրանը կարող է մուրը իրենցից անի, կոպիտ ասած, հաշվի առնելով իրենց սերտ համագործակցություն Իսրայելի հետ։ Բայց ասենք թե դա տեղի ունեցավ եւ այո իրանական զորքերը սկսեն մոտենալ ադրբեջանա-իրանական սահմանին ներխուժման համար կամ նույնիսկ հասցրեցին ներխուժել։ Մենք պատկերացնում ենք, չէ, որ Իրանի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ամբողջ օդուժը միանգամից գալու է ի պաշտպանություն Ադրբեջանի եւ արդեն խոցելու է կուտակումները, ցամաքային զորքերի կուտակումները։ Այսինքն անելու են այն, ինչ որ 67 թվականին 1967 թվականին 6-օրյա պատերազմի ժամանակ արեց Իսրայելը Եգիպտոսի, Սիրիայի, Յորդանանի եւ Իրաքի զորքերի հետ, ծանր տեխնիկայի հետ, զրահատեխնիկան նկատի ունի։ Այն ժամանակ այդ պատերազմի ընթացքում իդեպ ասեմ ձեզ, որ ուժերի գերակշռությունը արաբական երկրների այդ կոալիցիայի կողմն էր, կրկնակի ավելի տանկ ունեն, 4 անգամ ավելի հրետանի ունեն, կրկնակի ավելի ավիացիա ունեն։ Ինչ արեց Իսրայելը, ուրեմն ակնթարթային անսպասելի հարձակման միջոցով նախ Եգիպտոսում ոչնչացրեց ուրեմն ավիացիայի մեծ մասը, հենց ինքնաթիռներ, բանը օդանավականներում կանգնած ռազմական ինքնաթիռների մեծ մասը, ապա դեռ լուրը չհասած Հորդանան եւ ուրեմն Սիրիա հասցրեց այդ նույն ավիացիայով տեղաշարժել Հորդանան, Սիրիա, այնտեղ էլի կանգնած տեղում ոչնչացրեց մնացորդները, ուրեմն նաև արաբական այդ կոալիցիայի ինքնաթիռների այս տարածքում եւ օդը վերցնելով ամբողջությամբ գերակայությամբ իր ձեռքը սկսեց ուղղակի ոչնչացնել հետևողականորեն տանկերը եւ ուրեմն եգիպտական բանի սիրիական եւ ուրեմն Հորդանանի եւ Իրաքի տանկերը։ Եվ նման պայմաններում 6 օր ընդամենը տևեց, ինքը ամբողջ Սինայի թերակղզին գրավեց Իսրայելը։ Պատկերացրեցիք ինչ է նշանակում չունենալ հակաօդային պաշտպանություն եւ երբ որ թշնամին օդում գերակայություն։ Դա այն ժամանակը։ Բայց հիմա երբ որ տեխնիկան շատ ավելի զարգացած է, այդ հրթիռային տեխնիկան, ավիացիայի հրթիռները նկատի ունեմ, հա, ռումբերը, ուղղորդվող ռումբերը շատ ավելի թիրախային հարձակումների միջոցով կարելի է մեծ ծավալի ուրեմն թիրախներ կար ժամանակում ոչնչացնել։ Ինչը հիմա անում է Իսրայելն ու ուրեմն Միացյալ Նահանգները։ Պատկերացնում եք, եթե այդ զորքերը կուտակվեն ինչ որ միտեղ, իսկ պարզե հարձակման համար դու ուզես չուզես պետք է այդ ծանր տեխնիկան կուտակես, տեղաշարժ անես։ Այսինքն բաց երկնքի տակ տեղաշարժ անես։ Չես կարող թաքցնես բունկերներում մի բան է հանես տեղաշարժ։ Այդ ամբողջը ոչնչացվելու է ուրեմն Միացյալ Նահանգները Իսրայելի կողմից հերիք չի, դեռ մի բան էլ Ադրբեջանը դառնալու է ըստ էության հակաիրանական կոալիցիայի մաս։ Եվ վաղը, երբ որ այդ հաղթանակը տեղի ունենա Իրանի հանդեպ, դա անխուսափելի է, ուրեմն Ադրբեջանը փաստորեն դառնալու է հաղթողների շարքում դասվող երկիր եւ Իլհամ Ալիևը դառնալու է ապագա անվտանգային ճարտարապետությունը տարածաշրջանի որոշողներից մեկը։ Պատկերացնում եք դա ինչ հետևանքներ ունի։ Ես ասում եմ սա ուղղակի զարմանալով այն մարդկանց ուրախության վրա, որոնք ասում են, օ, հեսա Իրանը կհարձակվի Ադրբեջանի վրա եւ որ Նախիջևանի հետ հարվածներ դրա նախանշաններն են։ Դա ուրախանալու բան չի, դա շատ վտանգավոր հետևանք կարող է ունենալ տարածաշրջանում։ Եվ հիմա եթե Ադրբեջանը այսպես մի քիչ զսպված վիճակում փորձում է Հայաստանի հետ խաղաղություն հաստատել, այն ժամանակ բարձ չի թե ինչ ախորժակներ կառաջանան իրեն։ Եթե ինքը դառնում է տարածաշրջանի հաղթողներից մեկը,
ել չեմ խոսում Իրանի ներքին կարգի եւ կառուցվածքի կոնֆիգուրացիան ճարտարապետությունը որոշելիս էլի իր ձենը կարող է լսելի լինի։ Իսկ դա առավել եւս վտանգավոր է, որտեղ Իրանում գիտեք կան բազմաթիվ խնդիրներ ներքին այդ էթնիկ տարբեր տարանջատումների Այո, հետ կապված եւ ինչքան էլ որ այո Իրանի ադրբեջանցիները այդպես սեպարատիզմով շատ չեն տարապում, բայց դա էլ ժամանակի հարց է կարող է եւ լավ կառուցության միջոցով մանավանդ որ նման փորձեր եղել են նախկինում, անցյալում։ այո, այո, իդեպ ասեմ, քանի որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը տեսնում են, որ ենթակառույցներով միայն սահմանափակվելը երկարացնելու է պատերազմը, իրենք հիմա փորձում են քրդերին նաև ներկայացնեն պատերազմի մեջ եւ զինում են ըստ էության քրդերին հատկապես, պարզ չի նաև այլ փոքրամասնություններին զինում են թե չէ, դա բավականին անկանխատեսելի հետևանքների կարող է բերել Իրանի մասնատման կլուզման, որովհետև եթե տեսնում են չի փոխվում ռեժիմը, իսկ խնդիր է դրված մեկ է Իրանին պետք է ծնկի բերեն եւ ապահովեն, որ այդ միջուկային ծրագիրը չիրականացնի եւ նաեւ իր պրոքսիներին այլևս չաջակցի Հեզբոլլահին, Խուսիտներին եւ այլն, ել չեմ խոսում նաեւ հրթիռային ծրագրի մասին։ Այսինքն այդ բոլորը այդ խնդիրները լուծելու համար իրենց պետք է այլ ռեժիմ Իրան։ Եթե այդ այլ ռեժիմը չլինի ուրեմն ներքին իշխանափոխության ճանապարհով կդնեն կմասնատեն Իրանը։ Այդքան բարձ չի, գիտեք, սիրիացնելը այն պայմաններում, երբ որ դու գիտես ինչն է խոցում։ Հիմա դեռ խոցում են այնպիսի ենթակառույցներ, որոնք չեն բերի այդ մասնատման։ Բայց վաղը օրինակ իրանական ադմինիստրացիայի կենտրոնները տարբեր ազգային փոքրամասնություն ունեցող շրջաններում եթե սկսեն խոցել, եթե սկսեն այնտեղ ոչնչացնել այն ուրեմն ղեկավարությանը, որոնք որ Իրանի կենտրոնական իշխանությունն են ներկայացնում, դա կարող է հույս առաջացնել այն սեպարատիստական այդ շարժումների մոտ եւ այնտեղ կարող է տարբեր ուրեմն էսկալացիաներ լինեն։ Հասկանում եք, շատ իրավիճակ անկանխատեսելի է եւ ելի եմ ասում, մեր շատ այդ թվում ցավոք սրտի փորձագետներ եւ իրենց ռազմագետ եւ ռազմավար համարող որոշ մեր ուրեմն փորձագետներ, այո, ուրեմն բան են անում, այսպես դրական էմոցիաներով են արտահայտվում այդ Նախիջևանի երկու դրոնի պայթյունը եւ ընդհանրապես Իրано-ադրբեջանական էսկալացիան։ Հա, Առանց Ադրբեջանը կարող է վնասվել, բայց ապագայում հաղթող է դուրս գալու։ այո, այո, միանշանակ այդ այն վնասը չի լինի, որի տակից ինքը չի կարող դուրս գալ, մանավանդ 60-70 միլիարդի կուտակված նավթային գումարներ ունի, բայց ինքը լրիվ ուրիշ կարգավիճակ կստանա աշխարհակաղակական։ Հա, մի քանի միլիարդի էլ վնաս կրեց, ասենք թե ինչ որ շենքեր պայթեցին, լավ, ասենք ինչ որ զոհեր նույնիսկ եղան։ Ալիևի համար ինչ է, եւ ես չեմ կարծում Պարոն Խուշկյան, մենք կսպասենք պատասխանը, որ եղավ Ադրբեջանի պաշտպանության նախարարության իրական գործողությունների։ իրական գործողություններ կարող են լինել Իրանի կողմից միայն, այսինքն Ադրբեջանը երբեք չի հանդգնի ինքը նախահարցակ լինի Իրանի դեմ։ Դա ես բացառում եմ ուղղակի, դա ինքնասպանություն կլինի ուղղակի Ադրբեջանի համար, որտեղ մի բան է, երբ որ Իրան ինքը հարձակվի Ադրբեջանի վրա եւ Ադրբեջանը նաև պաշտպանության կարիք ունենա, հա։ Մեկ այլ բան է Ադրբեջանը ինքը իրեն գործիք որպես թույլ տա օգտագործեն Իրանի դեմ։ Նույնիսկ եթե այդ ամեն ինչը ինչ որ տեղի ունենա, ես արդեն ասացի, հա, ամեն դեպքում Իրանը պարտվելու է, բայց այս դեպքում արդեն Իրանը շատ ավելի հուժկու հարված կհասցնի ուրեմն Ադրբեջանի, այդ թվում իր ունեցած հրթիռների մեծ մասը ուղղորդի ոչ թե Իսրայելի, այլ Ադրբեջանի դեմ ամենայն հավանականությամբ։ Եվ ել չեմ խոսում նրա մասին, որ նույնիսկ ապագա Իրանը չի մոռանա, որ այս դժվար պահին, հատկապես եթե Իրանը մասնատվելուց հետո էլ այնտեղ Պարսկաստան առաջանա, այսինքն զուտ պարսիկներով բնակեցված հատվածը, ամեն դեպքում պետություն է մեր տարածաշրջանում նման բաներ չեն մոռացվում, հա, եւ հետևանքները չեմ կարծում Ադրբեջանի համար դրական լինեն, դրա համար չեմ հավատում են հերանեկարին, որ Ադրբեջանը ինքը հանդգնի ինչ որ ռազմական գործողություն ծավալել Իրանի դեմ, թեկուզ պատժիչ գործողություն, հա, այսպես դրոնի պայթյունի պատճառով։ Իդան Ալիևը էֆորիաների տակ է, բայց որ հաղթել էր պատերազմում Արցախի դեմ, նույն ժամանակ չի գնա նման գործողությունների։ Չէ, միանշանակ Իրանը դա Արցախ չի էլի ամեն դեպքում պետք է հասկանում են ճիշտ է Իրանի սպառազինությունները նվեր չեն են որ ասում հա ասենք տանկային ամբողջ այդ կազմը Իրանի հիմնականում ռուսական հին սովետական տանկեր են T-54, T-55
Հա, այդ կարգի տանկերով, ասենք, դժվար է որևէ լուրջ ինչ-որ ռազմական գործողության հաջողության բերեն, որ հիշում եք Սերժ Սարգսյանն ասում էր 80-ականների զենքերով են կռվում։ Հա, Հիմա Իրանում հենց այդ 80-ականների զենքերն են։ Կամ ասենք զուլֆիկարներ կան իրենք են արտադրում, էլի, բայց այդ տերերի հիման վրա այդ բոլոր տերը, նու ունդ T-72 էլ կա, բայց այդ բոլորը իրանք ավարտվել է դրանց արտադրությունը 70-ականների վերջերին, հա, 80-ականներին արդեն չէր արտադրում, այդքան հին են, որ պատկերացնեք։ Նույնը ավիացիան, նու բավականին լուրջ ավիացիան ունեն թվականակով, եթե նայես, բայց չգիտես ինչի ոչ մի մենք ավիացիոն հակահարձակում, հակադրում, ուրեմն իսրայելական եւ ամերիկյան ավիացիային մենք չտեսանք։ Այդ ո՞նց եղավ, որովհետեւ այդ ավիացիայի մեծ մասն էլ հակառակը, ոչ թե սովետական, այլ ֆրանսիական եւ ամերիկյան, դեռ շահի ժամանակ առած ինքնաթիռներ են, որոնք որ սանկցիաներից հետո ուղղակի ոչ սպասարկվել են, ոչ պահեստամասեր են իրենց տրամադրել սանկցիաների պատճառով եւ մեծ մասը անօգտագործելի է ուղղակի։ Ինչն էլ օգտագործելի է, ենթադրում եմ, նույնիսկ վախենում են օդ հանել, որտեղ հասկանում են, որ ժամանակակից իսրայելյան եւ ամերիկյան ինքնաթիռները ուղղակի դրանք արևածաղիկի պես կչրթեն, այն որ ասում են, հա, որովե լուրջ հակադարձման չեն կարողանալու իրականացնել։ Հասկանալի է, նույնը վերաբերում է նաև հրետանուն, այդ ամեն ինչին, հա, այդ սիրուն նկար կարող է լինի, հա, որ իրանցիները պարբերաբար սիրում են, չէ, այդպես նկարներ, վիդեոներ տեղադրել, թե ինչպես հրթիռները այս կողմ են կողմ գնում։ Միակ բանը, որ իրենց մոտ ստացվել է, դա հրթիռաշինությունն է, այո, որ հրթիռներ ունեն, նույնիսկ բալիստիկ հրթիռներ ունեն, Չինաստանի եւ Ռուսաստանի տեխնոլոգիաների միջոցով կարողացել են հասնել այդ հրթիռաշինության մակարդակի, բայց դա էլ սահմանափակ է։ Եվ հիմա հրթիռներ արտադրող գործարաններն էլ ոչնչացվում են եւ իրենք չեն կարողանալու էլ դրանք թարմացնել այդ պարկը հրթիռների, այսինքն բազան փոքր է, տեղացնել, եթե օգտագործեն, ծախսեն կպրծնի, դա մի քանի շաբաթվա պատմություն է։ Այնպես որ մնում է ցամաքային զորքերը, որը որ հա քանակով բավականին մեծ են, Իրանի բանակն էլ 350,000 ասենք զինված այս պահի դրությամբ զինվորական ունի, բայց կարող է մինչև 1 միլիոնի մոբիլիզացիայի ընթացքում հասցնել, բայց ելի եմ ասում, այդ զորքը պետք է տեղաշարժվի, պետք է կուտակումներ լինի, իսկ դա հեշտ ոչնչացող թիրախներ են լինելու ամերիկյան եւ իսրայելյան ավիացիայի համար։ օդն էլ պաշտպանված չի։ Պարոն Խուշուձյան, հիմա դուք նշեցիք ամենավատթարագույն սցենարը, եթե Ադրբեջանին ներքաշեն այս պատերազմի մեջ, ինչպես Իսրայելը կարող է հասնել օգնության եւ ապագայում Ալիևը կարող է հայտնվել այդ հաղթանակ տարած երկրների շարքում։ Այդ պարագայում ինչ սպասենք մենք, ինչ պետք է սպասի Հայաստանը, Վրաստանի նման փոքրիկ երկիրը։ Հավաքսեփտի Հայաստանի շատ բան չի կախված եւ այստեղ որևէ բան կանխել կամ որևէ գործընթացի վրա ազդել Հայաստան չի կարող։ Ուրիշ բան որ Հայաստանը այո պետք է պահպանի իր չեզոքությունը, որևէ կերպ չմիջամտի այս կոնֆլիկտին, որևէ մեկի կողմից բնականաբար։ Եվ այդ իմաստով արտգործնախարարության վերջի հայտարարությունը բավականին հավասարակշռված էր։ Այն որ պատրաստակամություն են հայտնել հումանիտար աջակցություն ցուցաբերելու որևէ խնդիր չկա, որտեղ խաղաբնակիչներ են զոհվում եւ վիրավորվում եւ կարիքներ կան սոցիալական, որևէ ուրեմն երկրի համար դա ներքաշվել չի նշանակում, հա, կոնֆլիկտի մեջ։ Եվ դա նաև թույլ է տալիս չփչացնել հարաբերությունները Արևմուտքի հետ, նույն Միացյալ Նահանգների հետ։ Մեծ հաշվով գիտեք Իրանում, եթե Իրան չմասնատվի, իսկ դա վատահագույն սցենար կլինի նաև Հայաստանի համար, Իրանի մասնատումը։ Եթե չմասնատվի եւ ընդհանրապես ռեժիմի փոփոխություն լինի ավելի այսպես աշխարհիկ, ավելի ժողովրդավար ռեժիմի, իհարկե Հայաստանի համար դա ցանկալի տարբերակ է, ցանկալի զարգացում է, առանց մեծ կորուստների Իրանի համար, որ պատերազմը կանխվի նաև շարունակությունը պատերազմի եւ շատ ենթակառույցներ չոչնչացնեն, որտեղ ինչ որ պահից կարող է սկսեն տնտեսական ենթակառույցները ոչնչացնել, եթե տեսնեն, որ չի հանձնվում, հա, գործող ռեժիմը չի տապալվում։ Այնպես որ ավելի ժողովրդավար Իրանը բնականաբար Հայաստանի համար լավ հարևան կլինի, շատ ավելի լավ, քան հիմա։ Համենայն դեպս որևէ խնդիր չի ունենա ուրեմն Միացյալ Նահանգների հետ Հայաստանի համագործակցության դեմ, այդ թվում տրիպի վերաբերյալ, այդ թվում ներդրումների ամերիկյան եւ հայ-ամերիկյան զորավարությունների, որոնք մեր անվտանգությունից են բխում, հա, այդ ամեն ինչը ընդհանրապես խնդիր չի լինի։ Ճիշտ է, հիմա էլ էին իրենք շատ քիչ համակերպվում, երբ որ իրենց բացատրում էին, որ դա իրենց դեմ չի ուղված, բայց ժողովրդավարական Իրանը լրիվ ուրիշ նաեւ
մեր համար հարևանություն կապահովի անվտանգային, որտեղ դա նաև ներդրումների տեղ կդառնա ամբողջ արևմտյան այդ ֆինանսական շուկաների համար։ Իսկ Իրանը հսկայական պոտենցիալ ունի զարգացման, որը խեղդվել է մինչև հիմա այդ սխալ արտաքին քաղաքականության պատճառով։ Եվ գիտեք, երբ որ մերոնք ասում են, հա, Չինաստանի հետ, նկատի ունեմ մեր ընդդիմադիրներ, հա, որ ասում են, արևմուտքը այդքան էական չի, մենք Չինաստանի հետ կարող ենք այդ զարգացնել, Չինաստան ներդրումներ կանի, երկաթգիծ կֆինանսավորի, չգիտեմ, հյուսիս-հարավ Հայաստանի տարածքով եւ այլ հեքիաթներ։ Ուզում եմ հիշեցնել, որ Չինաստանը Իրանի մերձավորագույն գործընկերներից էր, եթե ոչ դաշնակից, նավթի հիմնական սպառողը Իրանի, բայց դրանով հանդերձ Իրանը մնում էր աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը։ Ճիշտ է, ինքը իր բյուջեի մի զգալի մասը ծախսում էր գիտության վրա եւ բավականին զարգացած գիտություն ունի, բայց համենայն դեպս տնտեսությունը շատ ցավալի վիճակում էր Իրանի եւ հակառակը, եթե Իրանում ժողովրդավարական կարգեր հաստատվեն եւ հարաբերությունները կարգավորվի արևմուտքի հետ Իրանի, բնականաբար այստեղ ներդրումների հոսք կլինի հսկայական վառելիքի վրա նստած նավթի, գազի վրա նստած երկիր է աշխարհի խոշորագույն ուրեմն պաշարներ ունեցող, հա, եւ նավթի եւ գազի։ Եվ մենք էլ խնդիր չենք ունենա նաև էներգետիկ, եթե Իրանի համար այդ ճանապարհները բացվեն, նաև տեխնոլոգիաները բացվեն Իրանի համար։ Եվ վերջիվերջը հարուստ հարևան ունենալը շատ շահավետ է ցանկացած երկրի համար։ Առևտուրը ավելի շահավետ է տանում, ավելի շատ բան կարող ես այնտեղ արտահանել, վաճառել։ Կողքներս է, հասկանում եք, մի բան է ապրանքը Եվրոպա հասցնենք, նույնիսկ Ռուսաստան ավելի հեռու է հասցնել, քան Իրան, բայց Իրանը չի չենք տանում։ Նախ որովհետև շատ ինքը աղքատ շուկա ունի, որովհետև վճարողունակությունը ցածր է իրանցի ժողովրդի, եւ երկրորդը որովհետև պրոտեկցիոնիստական քաղաքականություն է վարում, ուղղակի արգելափակում է հարևան երկրներից ապրանքների ներմուծումը, որ իբր իր շուկան պաշտպանի, բայց արդյունքում անորակ ապրանք է ինքը իր ներսում սպառում։ Այդ ամեն ինչը իհարկե ռեժիմի փոփոխության հետ կփոխվի եւ Հայաստանի համար նոր հնարավորություններ կբացվեն։ Պարոն Խուշուձյան, իսկ եթե պատերազմը երկարաձգվի, քիչի համար որևիցե վտանգ տեսնում եք, հիմա խոսք կա, որ կարող է նույնիսկ 100 օր տևել պատերազմը, նույնիսկ կարող է ել ավելի մինչև սեպտեմբեր տևել, կարծես պոլիտիկոներ գրել, չէ՞, այդ մասին։ Մենք պետք է հասկանանք, որ այդ պատերազմի ինտենսիվությունը գնալով նվազելու է, որովհետև գնալով այն թիրախները, որոնք ենթակա են ոչնչացման, նվազելու են, պակասելու են։ Եվ գնալով նաև հրթիռների քանակը Իրանի մոտ նվազելու է։ Հա, այնպես որ հա, կարող է ինքը երկար տևի, որտեվ երբ որ մեկը չի հանձնվում, որևէ հաստատող չի ստորագրում, որևէ զիջում չի անում եւ ռեժիմն է մնում է տեղում, եւ մյուս կողմներ ցամաքային օպերացիա չի համարձակվում իրականացնել, ոչ թե նրա համար, որ կպարտվի այդ ցամաքային օպերացիան, դա էլ պետք է ճիշտ հասկանան։ Այստեղ նաև էլի մարդիկ կան, որ ասում են, հա, տեսեք, վախենում են մտնեն Իրան, որտեղ Իրանը ցամաքային զորքերը ուժեղ են ավելի, կդնեն, կջախջախեն, չեն ջախջախի, կպարտվեն, բայց նույնիսկ 100-200 զոհը Տրամպի համար ընտրություններից առաջ 100 ամերիկացի 200 ամերիկացի զոհերն են հիմա Ամերիկայում։ Դա ցամաքային օպերացիայի ժամանակ դա անխուսափելի է, հասկանում եք։ Դա իհարկե անընդունելի է։ Ինչի դա անի, եթե կարող է այսպես օթային ռմբակոծումներով, հրթիռներով հարցերը լուծի, թեկուզ եթե դա տևի միջավայր, քան իրենք նախատեսում են միջև։ Դա էլ պարզ չի, թե իրենք ինչքան են նախատեսում։ Չեմ էլ կարծում իրենք մտածում են 2-3 օրում այդ հազարավոր թիրախները կխոսենք ավարտեն։ Չէ, բայց ամեն հաջորդ շաբաթ Իրանը շատ ավելի թուլացած վիճակում է եւ ազդել այլ հարևան երկրների վրա ավելի քիչ հնարավորություն է ունենալու, այդ թվում թրիփի վրա։ Հիմա ասում եք թրիփը վտանգված, ով պետք է վտանգի։ Իրանական դրոնները, հրթիռները, բայց Աստված գիտի, մի ամիս հետո որ ասում եք ընդհանրապես դրոն մնացած կլինի Իրանում կամ հրթիռ։ Կամ ասենք մի քանի հատ եթե մնացած լինի, ուշքի միտքը ուրեմն կտրել է հենց մեր ուղղությամբ օգտագործել, այլ ոչ թե ուրիշ տեղ։ Այնպես որ չեմ կարծում, տենց ինչ որ լուրջ վտանգ է սպառնում։ Միակ վտանգը այն է, որ եթե տնտեսական վիճակը այս ամբողջ թուլացման հետևանքով թիրախավորման, ենթակառույցներ են ոչնչանում վերջը, այնքան տնտեսությունը վատ վիճակում հայտնվի Իրանի, որ մարդիկ ուղղակի ֆինանսական խնդիրների պատճառով, սոցիալական խնդիրների պատճառով ինչ որ սկսեն արտագաղթել, եւ այդտեղ ուղղություններից մեկը Հայաստանն է լինելու հնարավոր է եւ դա կարող է այստեղ էլ սոցիալական որոշակի դժվարությունների բերել, նույնիսկ եթե մի քանի տասնյակ հազար մարդ ներգաղթ լինի հայ Իրանից, այդ թվում մեր հայրենակիցները, դա իհարկե մենք պետք է ընդունենք, իհարկե պետք է պաշտպանենք նրանց նաեւ սոցիալական խնդիրներ լուծենք, բայց նաեւ կարող են լինել իրանցիներ հենց մոտ։ Այո։
Այդ դա կարող է որոշակի լարվածություն առաջացնել եւ այդտեղ էլ իհարկե միջազգային հանրության օժանդակության աջակցության կարիք կունենանք մենք, ինչպես եւ եղել է նախկինում, մենք Իրաքից եւ Սիրիայից երբ որ լինում էր այդ պատերազմները, խոսքեր ունենում ենք։ Ցավոք սրտի այն ժամանակ երկիրը այնքան վատ վիճակում էր Հայաստանը, որ չէր կարողանում որևէ կերպ օգնել կամ իշխանությունները նաև որևէ քայլ չէին անում օգնելու համար, որտեղ իրանք գրպանի մասն են իրենց մտածում նախկին իշխանությունները։ Այդ մարդիկ ոնց գալիս են Հայաստան, տեղից ուղղակի այստեղ դառնում են իրենց համար տարանցման կետ գնում են Եվրոպա, Ամերիկա։ Այդ թվում հայերը, որը որ շատ ցավալի է, շատ լավ կլիներ, որ հայրենադարձվեն եւ այստեղ տեղավորվեն եւ բնակության աճ կունենան եւ իրենց կարողությունները իրենց հետ կբերեն եւ այլն։ Հիմա ես հույս ունեմ, որ նման բան չի լինի կամ ավելի փոքր մասշտաբի կլինի եւ Հայաստանը այն երկիրն է, որտեղ իրոք եթե մարդիկ թեկուզ որպես փախստական գան Իրանից, մեր հայրենակիցները իրենց համար վերջին ապաստանը դառնա եւ այստեղից որևէտեղ չգնան, ուղղակի հիմնավորվեն Հայաստանում եւ ապրեն այստեղ եւ հզորացնեն նաեւ իրենց իրական հայրենիքը։ Այսինքն, պարոն Խուշուջան, ամեն դեպքում մենք սպասենք նաև վատ թարագույն սցենարին, որը օրինակ տեղի ունեցավ Սիրիայում եւ Իրաքում։ Ճիշտ է, Ամերիկայի Միացյալ Նահանգների ցամաքային գործողությունը այս պահի դրությամբ քիչ հավանական է, չնայած բացառել չենք կարող, բայց քրդերի գործոնը ադրբեջանական ցեղերի, ասենք, ադրբեջանցիների, որոնք որ ապրում են Իրանում, հնարավոր է նրանցով պայթեցնեն իրավիճակը։ Այո, դա վատթարագույն սցենարն է, չեմ ասում դա ամենահավանական սցենարն է, չէ 50%-ից շատ ավելի ցածր է դրա հավանականությունը իմ կարծիքով, բայց եթե դա տեղի ունենա, մենք պետք է հասկանանք, որ այնտեղ քաղաքացիական պատերազմ է դառնալու դա, իսկ դա փակելու է բոլոր ճանապարհները Առնվազիրանով դեպի Հայաստան եկող, այսինքն մենք հարավից ստացող որևէ ապրանք այլևս պետք է մոռանանք։ Ծոցի երկրների հետ ցամաքային կապը, երբ որ մենք առևտուր ենք անում, Իրաքի հետ կապը արդեն ուզենք չուզենք Թուրքիայի միջոցով շատ ավելի երկար ճանապարհով պետք է լինի։ Չեմ խոսում Հնդկաստանից եկող զենքերի մասին, հա։ Այդ բոլորը փակվելու է, իսկ այնտեղ քրդերը, գիտեք, մենակ կենտրոնական իշխանության դեմ չեն պայքարելու, իրենք հավակնություններ ունեն նաև ատրպատականի տարբեր տարածքների շուրջ, որոնք որ բնակեցված են ազերիներով եւ արդեն մի քանի անգամ այդ բախումները եղել են եւ իրենք լավ նեղում են այնտեղի ազերիներին, ըստ տարածք առ տարածք, ոնց որ վերցնելով իրենց վերահսկողության տակ, ընդհանրապես արևմտյան ատրպատականը կամ Ադրբեջանը, ոնց կուզեք, արդեն ըստ էության քրդերի գերակայության ներքո է, չնայած այնտեղ զգալի ծավալով ադրբեջանցիներ են ապրում, ու ազերիներ, ազերի թուրքեր, այսպես ասենք, որտեղ իրենց չեն նույնականացնում որպես այն ադրբեջանցիները, ոնց որ մեր արևմուտքում գտնվող երկրում է, բայց ամեն դեպքում այդ քաղաքացիական պատերազմը շատ վատ հետևանքներ է ունենալու ամբողջ տարածաշրջանի վրա եւ անկանխատեսելի ամենակարևորը։ Շատ շնորհակալ ենք, պարոն Խուշուջան, այսօր ազատագրել։ Շնորհակալ Հաջողություն կհանդիպենք։ եմ։